Քարոզ Արշավը եռում է, վարչապետն արագածոտնում է, այցը սկսվեց ընտրախախտումների մասին ահազանգերով, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար բազմաթիվ աշակերտներ եւ ուսուցիչներ դասերն ընդհատել են։ Մեր թղթակից Ռոբերտ Զարգարյանն է հետևում քաղաքացիական պայմանագրի արշավին։ Ռոբերտ, բարի երեկո, վարչապետը արդյոք անդրադարձել է դիտորդների հայտարարությանը վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Բարի երեկո Կարլեն, այո վարչապետը մոտ 1-1.5 ժամ առաջ շատ կարճ անդրադարձավ այդ ահազանգերին Ուջանում իր քարոզչական մեկ հանդիպումից հետո ասաց, որ ծառայական քննություն է հանձնարարել իրականացրել, թե ինչ պատասխանեց Փաշինյանը, հիմա դիտենք ու կվերադառնանք։ Որևէ խախտում չի կարան հետևանք մնա։ Տեղյակ եք։ Ես հանձնարարել եմ ծառայական քննությունա նշանակված ամեն ինչ կպատասխանեմ։ Բայց վաղ բրիֆինգ կանեմ, կպատասխանեմ։ Կարլեն, հիմա փորձեմ շատ կարճ հիշեցնել ինչ տեղի ունեցավ այսօր։ Առավոտից Փաշինյանն ու իր թիմը արագածոտնում են եւ կեսօրին մոտ լրատվամիջոցներից մեկը նկատեց, որ ու արձանագրեց տեսախցիկով, որ դպրոցներից ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին, երբ նրանք պիտի դասի լինեին, եկել էին հավաքների, նույնիսկ գազելով էին եկել հանրահավաքին, հանդիպմանը։ Ուսուցիչները այդ մասին շատ բաց խոսեցին տեսախցիկի առջև, որ դասերը նույնիսկ շուտ են ավարտել, որ կարողանան այդ հավաքին մասնակցել, ինչից հետո նախ կրթության նախարարությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություններ տարածեցին, գրեցին, որ վարչական ռեսուրսի կիրառումը անթույլատրելի է, դպրոցները քաղաքականությունից պետք է հեռու պահել, սակայն պետական այս կառույցները քաղաքացիական պայմանագրի անունը չտվեցին, իսկ արդեն ավելի ուշ ականատես դիտորդական առաքելությունը շատ ավելի մանրամասն մի հայտարարություն տարածեց, որտեղ նույնիսկ կանոններ նշեցին ըստ դիտորդական առաքելության արագածոտնի փոխմարզպետն է այս աշխատանքները համակարգել, հրահանգներ է տվել, թե ինչպես կազմակերպել ուսուցիչների ու աշակերտների մասնակցությունը այս հավաքներին, թե այդ ուսուցիչները ինչ էին պատմում օրվա առաջին կեսին, հիմա դիտենք ու կվերադառնանք։ Դասի ժամին ոնց եք եկել։ Այսօր մենք դասերը մի փոքր բան ենք տարել ներկային։ Ինչ։ Կես ժամ։ Դելենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին, մեր հավատարիմ մարդուն, որ շատ բան է արել այս համար։ Շատ շնորհակալություն, Աստված տերան երկար։ Դուք դպրոցում որպես ուսուցչուհի։ Դուք եք կարճ արել։ Այո։ Բայց հիմա կասեմ, որ դա խախտում է, դասի ժամին եկել եք։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջադեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, հանուն Փաշինյանի։ Դա դպրոցի միկրոավտոբուսն է, թե մարզպետարանն է դրան։ Ուղարկված է շրջենտրոնից։ Կարլեն, իսկ արդեն օրվա քարոզչական մասը քաղաքացիական պայմանագիրը աշտարակում է ամփոփում, հիմա էլ հանրահավաք է ընթանում, իսկ ինքը Փաշինյանը գրեթե իր բոլոր այս հանդիպումների ընթացքում նույն թեզերն է ըստ էության կրկնում, մեղադրանքի սլաքները շարունակում է նախկին իշխանությունների կողմն ուղղել, նաև Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին է թիրախավորում, քննադատում պարբերաբար եւ ըստ էության կրկնում է իր 2021-ին հնչեցրած այն պնդումն ու թեզը, որ նախկինները թալանել են եւ իրենք էլ թալանվածը վերադարձնելու են, պատասխանատվության ենթարկելու 8 տարի իշխանության գտնվող ուժի ղեկավարը վերջին շրջանում նաև շարունակաբար պետական համակարգում եւ ամենուրեք ըստ էության, եթե իր բառերը ցիտեմ, մաֆիայի մասին է հայտարարում, ես այսօր երևի թե տասնյակ անգամ նրա շուրթերից մաֆիա բառն եմ լսել ու նա պնդում է, թե դրա դեմ են նաև պայքարում եւ այդ պատճառով թալանի վերադարձը չի ստացվում, բոլորովին վերջերս պարզել էինք, որ թեև միլիարդների թալան է եղել Հայաստանում ըստ փորձագետների, մինչ այս պահը 15 միլիոն դոլար, պլյուս մինուս 15 միլիոն դոլար է պետությունը վերադարձրել, թե ինչ էր խոսում Փաշինյանը, հիմա դիտենք ու կվերադառնանք։ Այդ մարդիկ
Մանկապարտեզի վրա նույն կալուգացի օլիգարխը մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող ա գրե գողացել, Զորամասի վրա հոսանքի ավել փող ա գրե գողացել, դպրոցի վրա հոսանքի ավել փող ա գրե գողացել, պետական հիմնարկների վրա հոսանքի ավել փող ա գրե գողացել, հետո ասում են մենք տեսած ենք, տեսած մարդը սենց բան չի անի, տենց բան կարանի, միայն ու միայն չտեսը, դուք տեսած մարդ չեք, դուք չտեսեք, բայց դուք անպայման տեսնելու եք, դուք անպայման տեսնելու եք ժողովրդական բռունցքի հարվածի ուժը և դա տեսնելու եք 2026 թվականի հունիսի 7-ին։ Չտեսամ ինչ որ խոսեցի, իրականում ամենակարևորը չի ժողովուրդ, ամենակարևորը բոլորովին ուրիշ բան է, ամենակարևորը այն է, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն և այս խաղաղության առիթով շնորհավորում եմ բոլորին։ Բայց այդ խաղաղությունը այսօր ունի թշնամիներ։ Կարլեն իսկ իր ելույթների առաջին մասում Փաշինյանը սոցիալական թեմաների է անդրադառնում, մասնավորապես պարբերաբար կրկնում է, հիշեցնում է կենսաթոշակների ավելացման մասին, հենց հիմա բառացիորեն Ռուբեն Ռուբինյանը այս թեմայի մասին խոսեց, սակայն քաղաքացիական պայմանագրի անդամներն օրինակ այսօր չխոսեցին այն մասին, որ Արագածոտնի մարզում միջին աշխատավարձը պաշտոնապես շատ ավելի ցածր է, քան Հայաստանի բազմաթիվ այլ մարզերում, այս վիճակագրությամբ մարզը վատագույն 3-րդ ցուցանիշ ունի, նաև չխոսեցին, որ այս մարզը ամենաարագ դատարկվողներից է, 2022-ից 24 թվականներին այս մարզում իրենց գրանցումը դադարեցրել են ավելի մեծ թվով մարդիկ, քան նոր մարդիկ են տեղափոխվել Արագածոտն ու գրանցվել, այս հարցերի պատասխաններին, ընդհանրապես այս հարցերին ԿՊԱ-ականները այսօր չանդրադարձան, իսկ հիմա հանրահավաքը շարունակվում է եւ ըստ էության հավանաբար արդեն վերջում վարչապետը ելույթ կունենա, տեսնում եմ նաեւ տեղադրված թմբուկ հանրահավաքի մեկնարկին էր տեսանելի, գուցե նաեւ թմբուկ խփի Փաշինյանը